Եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են հայտնի նկատառումներով, այդ թվում անվտանգության, որովհետև կարծում եմ, երբ որ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չի, Ադրբեջանում չի եղել այդ արտահոսք, Ադրբեջանի պարագայում չի եղել այդ արտահոսքը, Հայաստանի պարագայում եղել է, որովհետև կազմակերպվում է միջոցառում, այդ թվում մամուլի հաղորդագրություններ թողարկելու ժամերն են, պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ այլն եւ այդպես շարունակ եւ ձեր արտահայտությունը թե մենք գաղտնի ենք պահում հանրությունից, բացարձակապես տեղին չի։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Ինչ վերաբերվում է ձեր մնացած հարցերին, գիտեք, ցանկացած օր կարելի է այդպիսի մի հարց տալ, ասել այդ օրը ենթադրենք այսինչ տեղը ինչ միջոցառում էր, երկրորդ տեղը, չգիտեմ, ռեստորաններում ակտիվ էր, չորրորդ տեղը հարսանիք էր, հինգերորդ տեղը։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա եւ պետք է հաստատվեն բնականon հարաբերություններ երկարաժամկետում ռազմավարական առումով բարի դրացիական հարաբերություններ։ Այդ մնացած ձեր ասած բաները համարում եմ ընդամենը թեմայից շեղելու փորձեր, որ բացարձակապես կապ չունի իրականության հետ։ Դուք երբեմն մեր հարգելի լրագրողները մտքերի այնպիսի ընթացք են ունենում, որ նույնիսկ դժվար է կանխատեսել։ Եվ ձեր տրամաբանությամբ, երբ որ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում է Հայաստան, Հայաստանում պետք է կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղ չլիներ, բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ այս Ադրբեջանի փոխվարչապետին լավ ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք, այսինքն սա նշանակում է, որ եւ այլն, հասկանում եք։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ, բայց ձեր նշած իրադարձությունները որևէ կապ իրար հետ չունեն։